Այնքան սուտ խոստացան, բայց հիմա բան չէ։ Հիմա էլ խոստանում են, երեք ասում է, եկեղեցին պետք է տանք ժողովրդին։ Բայց ումն էր եկեղեցին, մեր ժողովրդին չի, դա ավելորդ խոստացություն չի։ Իմաստուն խոսքեր ասում էլի, եկեղեցին պետք է տանք ժողովրդին։ Այդ ինքն է ասել, չէ, իր խոսքն եմ կրկնում։ Եկեղեցին պետք է տանք ժողովրդին։ Կաթողիկոսը սենց է, եկեղեցականները նրանք չեն կարդացել, չգիտեն։ Նախ որ այդքան ասեցին, անբարոյականություն մտցրեցին մեջը։ Գրիգոր Նարեկացին, որ այդ մեծ եկեղեցական, որ ամբողջ քրիստոնյա աշխարհը, կաթոլիկներ եւ բանը, եպիսկոպոսի որդի է եղել։ Նրա հայրը եղել է եպիսկոպոս։ Մեր ամենայն հայոց հայրիկը, Խրիմյան հայրիկը, Մկրտիչ Խրիմյանը, ամուսնացած է եղել, մի հատ աղջիկ է ունեցել։ Երբ որ գնացել է Վանի վերևի բանը, սպասի մոռացած Սարի գլխին եկեղեցի, այդտեղ բանալուց հետո, աղոթելուց հետո մի քանի ամիս հետ, մի քանի օր հետո եկել է, տեսել է կինն ու աղջիկը մահացել են։ Մեր այդ մեծ բանաստեղծ ամենայն հայոց հայրիկը, Խրիմյան հայրիկը, Մկրտիչը, նա ամուսնացած է եղել, բայց եղել է Հայաստանի կաթողիկոս, Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայում։ Հայաստանն է ներկայացրել այդ մարդը, ամուսնացած է եղել։ Հիմա ինչ մի մեծ հանցագործություն են կատարել, կամ դու վկայես եղել այդ բանի այդ մոմենտին, որ այդ մարդը ցերական ոտնձգություն արել ինչ-որ մեկի հետ։ Ինչով պետք է ապացուցես, կարող ես ասել։